Կապանի լեռնահարստացման կոմբինատի բնապահպանության բաժնի մասնագետները մշտապես խոշորացույցի տակ են պահում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները եւ օրենքի տառին համապատասխան մշտադիտարկում իրականացնում։ Օդի, ջրի, հողի եւ մի շարք այլ պարտադիր նմուշառումներ են իրականացվում։ Դրանք կազմակերպվում են եւ օրական, եւ շաբաթական, եւ ամսական կտրվածքով, հատուկ ուշադրություն դարձնելով ազդագիր համայնքներին։ Արդյունքներից հետո արդեն կոմբինատի բնապահպանները միջոցառումների ծրագիր են մշակում եւ անցնում գործի։ Այս ամենը մեկ բառով կոչվում է պատասխանատու հանքարդյունաբերություն։ Կարելի է ասել, որ բնապահպանության բաժինը միջնորդի դեր է կատարում պետության եւ ձեռնարկության միջև, 100 պատշաճին կազմակերպում է օրենսդրական բոլոր պահանջները ոլորտը կարգավորող եւ համապատասխան հաշվետվությունների տեսքով ներկայացնում պետական մարմիններին առաջնահերթությունը շրջակա միջավայրի որակի նկատմամբ վերահսկողությունը սահմանելու եւ հավանական ազդեցությունը նվազեցնելու դա ընկերության առաջնահերթություններից մեկն է։ Բնապահպանության բաժնի ղեկավարը շեշտում է, իրենց առջև դրված խնդիրները լուծվում են համալիր գործողություններով եւ միայն բաժնի աշխատանքով չեն սահմանափակվում։ Ընկերությունում ներդրված է բնապահպանական մենեջմենտի համակարգը եւ սերտիֆիկացված է, ունի համապատասխան համատարմագիր եւ ընկերության յուրաքանչյուր ստորաբաժանում, յուրաքանչյուր աշխատակից իր զբաղեցրած պաշտոնի չափով, իր կատարած գործառույթի չափով պատասխանատվություն է կրում։ Մեկ այլ կարևոր գործառույթ էլ բնապահպանական կրթությունն է։ Կապանի լեռնահարստացման կոմբինատի բնապահպանները տարվա մեջ մի քանի անգամ հանդիպում են դպրոցականների հետ, առաջնահերթություն տալով ազդագիր բնակավայրերի երեխաներին։ Գեղանուշի միջնակարգ դպրոցի աշակերտներին բնապահպաններն այս անգամ առաջադրանք էին տվել թափոններից պատրաստել իրեր երկրորդ կյանք տալով ոչ պիտանի նյութերին։ Երբ որ նայում ենք տնտեսվարողի տեսանկյունից, տնտեսվարողը իր գործունեության ընթացքում առաջացող թափոնների կառավարումը կազմակերպում է, բայց միևնույն ժամանակ նաև խնդիր ունենք կենցաղային թափոնների քանակի նվազեցման։ Եվ այսպիսի միջոցառումները հնարավորություն են տալիս երեխաներին, որոնք որ հետո գնալու են իրենց ընտանիք եւ ընտանիքներում փոխանցեն այս ինֆորմացիան, նվազեցնելու միջոց հանդիսանալ։ Գաղտնի քվեարկությամբ ընտրվեցին 3 լավագույն աշխատանքները։ Դպրոցականները թղթից, լուսամփոփից, պլաստիկից տարաբնույթ առարկաներ էին պատրաստել։ Ոմանք էլ ամանորին ընդառաջ տոնածառի խաղալիքներ։ Այս նախաձեռնությամբ կարողացա սովորել, որ թափոններից կարող ենք շատ հրաշալի իրեր պատրաստել եւ իհարկե բնությանը չկեղտոտենք, բնությանը վնաս չտանք։ Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել այս նախաձեռնության համար։ Նախաձեռնությունը նաեւ երեխաներին տվեց, որպեսզի իրենց գիտելիքները զարգացնեն։ Ուրախ եմ, որ այս ծրագիրը իրականացել է մեր դպրոցում։ Երեխաները հասկացել են, որ աղբը չի կարելի դեսուդեն շպրտել, կարելի է հետաքրքիր կոմպոզիցիաներ պատրաստել եւ ցուցահանդեսների մասնակցել։ Նունիկը երրորդ մասնակիցը։ Բոլոր մասնակիցները խրախուսական նվերներ ստացան։ Այսպիսով Կապանի լեռնահարստացման կոմբինատը եւս մեկ անգամ հաստատում է պատասխանատու եւ հոգատար վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ անչափ կարեւոր է։ Դա կախված է բոլորիցս։